Ժողովուրդ ջան, ողջույն, մեր հերթական վլոգ կոչվածն է եթերում, համը վլոգ չի այսօր, պարզապես տանեցիները լոբի խնդրեցին, Սառնանում լոբի կար, իմիջիալուց անտիր լոբի է, խոսամ ես սրա մասին, խնդրեցին կանաչ լոբի տապակեմ, ես էլ պարզա չեմ մերժել, չնայած որ գեր հոգնած եմ, առավոտից իրիկուն նկարանում եմ անում, մոնտաժ եմ անում, բայց տանեցիներին մերժել չկա, սոխ եմ օգտագործելու 3 հատ, մի քիչ տոմատ, տոմատի մածուկ, մի քիչ լոլիկ 2 հատ, սխտոր մի պստլիկ, հիմնականները ես էր, մեկը սև բիբար, աղ, դե գիտեք մնացածը, եկեք այս կաստրուլկայի մեջ հիմա լոբին մաքրենք ու բան անենք, լցնենք ստեղ, հələ որ լվացած չի, սենց լոբի երթվում եմ ես մոտակա նախորդ երևի 2-3 տարում թե կերել եմ ամոթ լնի ինձ, ընտիր փափուկ եմ, որ ասում հալվում է բերանումը, լրիվ էսա, օչը կտրում եմ, այս ծերի հատվածը, բարյախորժակով մեծ քննադատությունների եմ ես սրա համար արժանացել, ժողովուրդ ջան, ես լավ գիտեմ, որ այս հատվածն էլ են կտրում 90%-ը, ես չեմ կտրում, այս հատվածի մեջ համաձայն տեղեկությունների ամբողջ վիտամիններն են կանաչ լոբու, դուք է մի կտրեք, ինքը ձեզ չի խանգարում, ընդհանրապես, ինչ իմաստուն է կտրելու, բաժանում ենք 2 մասի ու լցնում ենք կաստրուլկի մեջ, հիմա ժամը 3 անցա մոտավոր, այսօր մի անգամ եմ սուրճ խմել, այս մեկը սենց կթողեմ, այսինքն ընկերական համ պատրաստ եմ, համ խոսամ ձեր հետ, մի անգամ եմ սուրճ խմել այսօր, շուտով ևս մեկ անգամ բնականաբար, բայց արագ պատրաստ ենք նոր է, սենց կգցենք ամբողջական, ինչ եմ արել այսօր, շուկա եմ գնացել, վաղը առավոտվանից պլանավորած է, որ ախորժակ պիտի փակենք, իմ ալիքում գոյություն չունի այդ տեսանյութը, ոչ այս ալիքում, ոչ բարյախորժակում, բարյախորժակով է ցուցադրվելու, ես մեծ մի հատ պահածոների սենց 1-2 ամսյակ եմ նախապատրաստել, Աստծու կամքով տնանք, թե ոնց կստացվի, ամեն ինչ պետք է որ լինի շատ ընտիր, ժողովուրդ ջան, ասեմ, որ նկատում եմ, դա փաստ է, որ նոր տեսանյութերը երևի մի 20 անգամ ավելի քիչ են դիտում, քան թե հին հայտնություն ունեցող արդեն տեսանյութերը, դրա համար որոշել եմ հիմնական ֆորմատին հասնելուց առաջ, երբ թարմացնեմ այդ բազան ու նորանոր, կարևոր, ակտուալ, տեսեք ես մեկը մաքրենք, որտև փչացած է ծայրի հատվածը, նորանոր, ակտուալ, ուրեմն պահածոներով հանդես գամ ձեր համար, այն պահածոներով, որոնք ես երբեք տեսախցիկի առաջ չեմ պատրաստել, պահածո ենք անելու հենց ձմռան համար, ընտիր մի հատ ախորժակ սարքենք ձեր հետ միասին, տենց, ես հիմա արագ մաքրեմ, նոր անցնենք մնացածին, 10 ժամ որ ձեր հետ չեմ խոսալու ցույց տամ, պարզ էր չէ, սա թողում ենք, սա կտրում ենք, վերջ, ուրիշ ոչինչ անհրաժեշտ չի, դրեցի վրեն արդեն, լավ լվացի, դրեցի էփումա, ձենը լսում եք գազի, եկեք սոխնել, այս հենց կտրտենք, կիսալուսնաձև չի գնա, չի ստացվի, լոբու համար այս հենց մի քանի կտորի բաժանում ենք ու այս հենց կիսում ենք, այս հենց ընտիրը ու ճիշտ, եթե նկատում եք հետևի կադրում այստեղ, տեսեք, 2 բանկայով ընտիր, անարատ, մենակ գույնից, մի հատ գույնին նայեք, արդեն կհասկանաք, մեղր է դրած, իմ
անգին բարեկամներն են ուղարկել մեզ, հենց մեր շնորհակալություն, հենց եթերից ասեմ, մի անգամից, որովհետև մեղրից ավելի օգտակար ու ավելի կարևոր օրգանիզմի համար կիրառելու բան, ուտելու բան, դուք երևի չեք գտնի, ես անկեղծ եմ ասում, եթե նկատում եք շատ բարակ էլ չեմ կտրատում, դրա իմաստն էլ չկա, ընդհանրապես, նորից, բաժանենք այսենց, ու այսենց, այս փոքր դանակով լավ էլ հարմար է աշխատել է, ձեզ ասեմ, լավ սուր է, լավ հարմար է, ավելի հարմար է նույնիսկ հաստեն մեծ դանակով, գիտեք որ դանակ ետեմ, որ միշտ աշխատում եմ դրանով, վերջ, այս կկիրառենք իհարկե այն ժամանակ, երբ արդեն լոբին եկած լինի, կջրքամենք իրան, ժողովուրդ ջան, ես գիտեմ, որ շատերդ գիտեք, թե ոնց է պատրաստվում կանաչ լոբին, իմ հաղորդումներում 3 թե 2 կարծեմ տեսանյութ ունեմ, այս լոլիկն էլ այն միջելույց նույն վաճառողից եմ առել, մի հատ քաղցր, ընտիր, ում պետք է, ես կարամ տեղը ասեմ, գնաք դուք է առնեք, գիտեք ձևը, մի խոսքով մի հատ եզրափակ եմ ասածս, բայց ես ուզում եմ նրա համար ով չգիտի, տեղյակ չի, թե ոնց են կանաչ լոբին պատրաստում, մանրակրկիտ ձեզ ներկայացնում եմ, առհասարակ կեղևահան են իրան անում, լոլիկը, եռման ջուր են լցնում վրա, կեղևահանում են, նոր են սենց կտրատում, այս անգամ ես հենց սենց եք թողեմ, իմաստ չունի, որովհետև տնավարի տան համար պատրաստում եմ, դու կարակ կեղևահան անեք, կարակ էլի սենց թողեք, ոնց ձեզ հարմար է, երկու լոլիկը մեզ լրիվ հերիք է, լստենայք ինչ լոլիկ է, յութեղ, ընտիր, այս լոլիկներից եմ 5 կիլո առել, որ վաղը պատրաստենք ախորժակը, բաց չթողեք, բարի ախորժակի, ուրեմն եթերում պատրաստենք ախորժակ և կասենք ձեզ բարի ախորժակ, այդ այնց ռիթմիկ թող լինի, ավելիստիկ ռիթմիկ չէ, սա էլ սենց, հիմա, մենք ամեն ինչ կտրեցինք, կանաչին է մնում, այսա կանաչին կհանեմ կկտրեմ, արդեն բան չունենք անելու ստեղ, սպասում ենք միջև լոբին էպի, ժողովուրդ ջան, ու ասնենք կրակի մոտ արդեն, այս էլ կանաչին, ախորժակի համար մի կապ առել եմ, այս ուրիշ է, այս սառնարանում կար, հինը, բայց չի փչացել, էլի օգտագործենք, օջերը ոնց որ միշտ հեռացնում ենք, մեզ ընդհանրապես պետք չեն, բաժանում ենք երկու մասի ու այսենց կտրտում ենք, այսենց, ով ցանկանում է կարա չորացված համեմունքներ էլ ավելացնի լոբում, ռեհան, ծիտրոն, կարող է հավեսս տա ես է ընթացքում ավելացնեմ, իմ մոտ խոհանոցում ոչ մի ընդգծված բան գոյություն չունի, պայտակ ինչ ասես կարող է իմպրովիզ անեմ, ավելացնեմ, դրա համար ինձ միջև հիմա ոչ մի ռեստորան չի ընդունում աշխատանքի, որտև իրանց ռոբոտներ են պետք, ես ռոբոտության հետ որևէ առնչություն չունեմ, լցնենք ափսեի մեջ, ձեռքերս մաքուր են, մի անհանգստացեք, այսպես առանձնացնենք, այս էլ սենց, վсё, բոլորը դնում ենք այսպես մի կողմի վրա, սխտորն է մնացել, հիմա բերեմ, այսպես, մեկ ատամիկ սովորական սխտոր լվանք ու տեսեք ինչ ենք անելու,
Բաժանում ենք ընդհանրապես այսենց ու այսենց 1, 2, 3, 4, 5 մասի դնում ենք լոլիկի կողքը, լոլիկի հետ միասին մենք իրան կտապակենք, մեզ պետք չէ ինքը վառվի, որտեղ որ վառվեց պահաճ համ է գալու։ Տեսեք, մեկ էլ 2 ձու է մեզ իհարկե պետք գալու, հարում ենք այսենց, այս վերջում է, հիմա չի, այսենց հարենք ու տեղափոխենք սառնարան միանգամից, ամբողջ խոհանոցով հետվող լոբու հոտնանգ է, հեսա մի 10 րոպեից ամենաուշը արդեն այդված կլինի։ Հեսա հետ է ցույց կտամ պրոցեսը։ Այս հենց սենց եկեք տեղափոխենք սառնարան միանգամից։ Այսօր ձեզ լոբին նայեք արդեն գույնը մեծ մասով փոխել է, բայց դե իհարկե շուտալ է։ Այս ամպիր լոբին պատրաստում ենք, վայելում ենք ձեր հետ միասին, վայելում ենք առանց ձեզ, բայց դուք եք արագ իհարկե պատրաստեք։ Հենց ոնց որ ես ցույց տվեցի, ինչպես տենում եք ամեն ինչ չափից դուրս էլեմենտար, պարզ գործողություններ են։ Լոբին էփեց, ջրքամել ենք, մի կողմի վրա ենք դրել, հիմա ձեթ հավելացնենք, ոչ շատ, ոչ քիչ, որ քիչ է չլինի, շատ է չլինի։ Հավելացնում ենք միանգամից սոխը, ու սոխը պետք է տապակենք մինչև փափկելը։ Միանգամից սև ու կարմիր բիբերը հանենք, կրակը բարձրացնենք ու առաջնահերթ սկսում ենք սոխից։ Այսպես։ Առնենք եկեք մի հատ, այսպես, հավեսով, ինչ հաճելի է, չէ, ձեն է, որ սոխը տապակվում է, ձեթի ձենը, որ գալիս է, օրինակ ինձ շատ է դուր գալի, որպես խոհարարի, չգիտեմ ձեզ դուր է գալի, թե ոչ, ու եկեք հիմիկվանից նայեք, վերցրել եմ չոր ռեհան, ասեցի, չէ, կարող է հավեսը ստա, տենց ընթացքում սկսեմ իմպրովիզներ անել, չնայած որ չոր ռեհանը դա իմպրովիզ չի, լոբի պատրաստելուց, իրան հիմա չենք լցնի, հիմա ստեղ կլցնենք կարմիր բիբեր մի քիչ, լցնենք սև բիբեր, այս սև բիբերը վլոգերից մեկում ցույց կտամ 5000 կիլոն, ինձ 4000-ով տվեցին, կարծես թե վատը չի, շատ լավ որակ է, ու այսպես խառնում ենք, նայեք, այսպես, ամբողջ սոխը, համեմունքները, այսպես իրար հետ մի հատ հավեսով եկեք խառնենք, այսպես, անտիրա, բայց դեռ կոշտ է սոխը, հենց որ տապակվելու լիքը տեղ ունի, ամփերում ենք, չենք շտապում, հենց սոխը մի քիչ փափկեց, մի քիչ տապակվեց, միանգամից ավելացնելու ենք սխտորը, լոլիկը ու մի քիչ հետո ռեհանը արդեն։ Ամեն ինչ կտենեք ինքներդ, կրակը բարձրոտ է, միջինից բարձր եմ արել, այսենց անդհատ եկեք խառնենք, թող շուտ լինի, այսենց, կհանդիպենք 3-4 րոպեից, մի հատ եք խառնենք այսենց,
հավեսով, Անտիրա, տայնում եք, որ մի թեթև հապկել է, թեթև կարմրել է, իհարկե կարմիր բիբարի հաշվին, ու եկեք ստեղ նայեք ինչ ենք անում հիմա, մի անգամից ավելացնում ենք ռեհանը, բայց թույլ չենք տալի, որ ռեհանը վառվի հանկարծ, այսպես խառնում ենք, թող ձեթի մեջ, այսպես հավեսով իր համը տա մի հատ, այսպես, վերջ, բավական է, մի անգամից ավելացնում ենք տոմատի մարծուկը, տնեցիք հատուկ խնդրեցին, ասին հանկարծ տոմատի մարծուկը շատ չավելացնես, այսպես մեկ թեյի գթալի չափով եմ ավելացնում, ասեցին, որ շատ թթու է ստացվում դրա համար, հենց գթալով է եկեք խառնենք, այսպես, շատ լավ է, և մի անգամից ոնց որ ասեցի ավելացնում ենք լոլիկը ու սխտորները, այսպես մի անգամից տրորում ենք, որ լոլիկը ժամանակից շուտ նույնիսկ իր հեղուկը տա, այսպես, մի քիչ խառնենք, հիասքանչը, ով չգիտի պատրաստել, ով նոր է սովորում, ես ձեզ հերթականությունը հանգիստ նորմալ ձևով բացատրում եմ, ինչ ենք լոլիկը ավելացնում հիմա, որտեղ մեզ արդեն այս հատվածում հեղուկն է անհրաժեշտ, իսկ լոլիկը մեծ քանակությամբ ջուր է հեղուկը արտադրելու, դրա համար լոլիկը մենք ավելացրեցինք արդեն հիմա, կարեք 3 հատ լոլիկ ավելացնեք, նույնիսկ 4 հատ կարեք ավելացնեք, ինձ երկուսը հերիք էր, այսպես, հիմա, եկեք սենց հիմա կափարիչով փակենք, թողենք իրան 3-4 րոպե ու կշարունակենք, 3-4 րոպեն է անցավ, տեսեք ոնց է տրորվում արդեն լոլիկը, այսպես լավ տրորում է ամբողջը, այսպես, հատել եկեք այսպես խառնենք, այսպես հավեսով, ֆանտաստիկ է, ու ժամանակն է մի անգամից ավելացնելու արդեն պատրաստի լոբին, ստեղ մի քիչ ջուր կա իր մեջ, ոչինչ է, ջուրն է կարող ավելանա, ոչ մի խնդիր չկա, այսպես, լոբին փորձում եք անպայման ու տեսնում եք, եթե ուտվում է, նորմալ է, կոշտություն չկա, ուրեմն ժամանակն է ավելացնելու, այսպես ենք անում, հիմա, մեզ ինչն է մնացել ավելացնելու, իհարկե աղը կավելացնենք, այսպես, առավելագույնը սենց կես ճաշի գթալ, ոչ ավել, չի ավել, իմաստ չունի, ավելը կավելացնեք արդեն ձեր ափսեների մեջ, այսպես խառնում ենք հիմա ամբողջը ու շոք է խաշելու ենք այս հրաշքին, այսպես այս սոկի մեջ, արդեն ցածր կրակի ներքո, հիմա կափարիչով կփակենք ու կթողենք, որ մի 10 րոպե այսպես շոք է խաշվի իր համար հավեսով, այսպես, հրաշք է, վերջ, փակում ենք կափարիչով, այսպես, ու թող իր համար 10 րոպե, 15 րոպե, պարբերաբար կխառնենք, թող իր համար հանգիստ համերը իրար հետ ընկերանան, բարի շեն, սենց ասած, ու ֆանտաստիկ լինի ամեն ինչ, կհանդիպենք 10 րոպեից։
Հարգելի ժողովուրդ ջան, ասեմ, որ հեղուկը, այս հեղուկը պետք է թանձրանա, լավ թանձր հեղուկ լինի ամբողջությամբ, դրա համար իհարկե ժամանակ է պետք, դրանից հետո արդեն երբ ամեն ինչ պատրաստ լինի, ավելացնում ենք ձուն ու կանաչին կտրատած, մի անգամից ասեմ նախորդ, որ հասկանաք ով տեղակ չի, այս տեսանյութը հատկապես օգտակար է նրանց համար, ովքեր նոր են սկսում խոհանոցում գործ անել, պարտավորված են ամեն օր ինչ-որ բան պատրաստել, ես էլ կիսվում եմ այս գիտելիքներով, սա ամենապարզ, ամենատարածված ձևն է կանաչ լոբի տապակելու, այսենց, սա էլ թող լինի մեր համար արտահերթ վլոգ, սենց ասած, որովհետև այս վլոգը ես չէի նախատեսում, բայց մտածեցի ինչի չնկարեմ, եթե կարելի է նկարել, վլոգ ստեղծել և կիսվել գիտելիքներով, լիքը մարդկանց հետ, օգնել մարդկանց, հենց որ կարծում եմ սխալ բան չեմ արել։ Քիչ-քիչ արդեն կթանձրանա այսա մի 3-4 րոպեից ես ամբողջ հեղուկը քաշվելու այս ջուրը ավելորդ, որից հետո արդեն ասեցի, ավելացնում ենք ձուն, հետո ավելացնում ենք կանաչին, մի հատ խառնում ենք ու վայելում ենք, սա էլ սենց ժողովուրդ ջան, այսքան բան էի նախատեսել ձեր համար, այսօր, կարծում եմ կգնահատեք, կխրախուսեք ինձ, իմ աշխատանքը, գիտեք ինչով, չեմ ասի և մնացածն էլ գիտեք, այնպես որ շնորհակալ եմ յուրաքանչյուրից ով հետևում է ինձ, ով դիտում այն տեսանյութերը, ինչ նոր շատ հետաքրքիր հանդիպում, քիչ անց ես իհարկե կցուցադրեմ ձուն էլ, կանաչին էլ, բայց հրաժեշտ եմ տալիս ձեզ այս բայից սկսած, ինչ նոր հանդիպում։